Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 24-րդ գլուխ գինմը Իսահակի համար։ Աբրահամ դարիքով հարաճացած ու ձերացած էր։ Դեր ամեն բանի մեջ օրտնած էր Աբրահամը։ Աբրահամը սավ իր դան երեց ծարային, որ իր ամբողջ ունեցածը կգարավարեր։ Գաղերսեմ ցերկդ երանքիս դակտիր քեզ գերտմնեցնեմ դիրոճմով, որ երկնքի Աստվածն ու երկրի Աստվածն է, որ որդիս գինչարնես կանանացներուն աղջիկներեն, որոնց մեջ կփնագիմ։ Հաբա իմ երգիրս եւ ասկականներուս կնա, ու որդիս Իսահակի անգեգին առ։ Ծարան անորսավ. Թերևս գինը չուզե ինձի հետևիլ թեպի այս երգիրը։ Պետք է որ քու որդիդ այն երգիրը վերադարձնեմ ուրգեթուն ելար։ Աբրահամ անորսավ. Զգուշացիր, որ որդիս հոն չվերադարձնես։ Դերը երկնքի Աստվածը, որ զիս հորս դունեն եւ ասկականներուս եգրեն հանեց, որ ինձի խոսեցավ ու ինձի երթում հրավսելով, այս երգիրը քու զարմիտ պիտի դամ, ինք իր ռեշտակը քու արջևետ պիտի գրգե եւ թուն անգե որդիս գին պիտի առնես։ Եթե գինը չուզե քեզի հետևիլ, այս երթումես թուն ամբարդ կլաս։ Միայն թե որդիս հոն մի վերադարձներ։ Ծարան իր դիրոջ Աբրահամի երանքին դակ տրավ իր ցերկը ու այս բանին համար երթում հրավանոր։ Ծարան իր դիրոջ ուղդերեն 10 ուղ դարավ եւ քնած, քանի իր դիրոջ բոլոր բարիկները իր ցերկն էին։ Գանկնեցավ ու թեպի միջակետք Նակովրի քաղաքը քնած։ Ուղդերը քաղաքեն դուրս չորհորի մկով ծնրատրել դվավ իրիկվան թեմ գիներուն դուրս ելած ադենը ճուր քաշելու համար եւ ասավ. ով դեր իմ դիրոջս Աբրահամի Աստվածը գաղերսեմ հաջողցուր իմ հանդիպումս այսօր ու դիրոջս Աբրահամի հետ գարեկցությամբ վարվե։ Ահա ես ճուրի աղբյուրինքով կգայնիմ եւ այս քաղաքին մարտոց աղջիկները դուրս կելեն ճուր քաշելու։ Երբ երդասարտուհիմը ասեմ գաղերսեմ սապորդ իջեցուր որբեսի խմեմ ու անսե խմե եւ քու ուղդերու տալ խմցնեմ անիգա թողլա քու Իսահակ ծարայիդ համար սահմանածը ու ասով գիտնամ թե իմ դիրոջս հետ գարեկցությամբ վարվեցար։ Դագավին իր խոսքը չավարտած, ահա Աբրահամի եղբոր Նակովրի գնոջ Մեղկայի որդին Փաթուելի ծնած Ռեբեկան եկավ իր ուսին վրա սապորը ունենալով։ Երդասարտուհին շատ վայելուչ դեսկով գույս մներ եւ ոչ մեկ այր մարդ զայնքից ցած էր։ Անիչավ աղբյուրը իր սապորը լեցուց ու բարձրացավ։ Ծարան վազեց զայն թիմավորելու եւ ասավ. գաղերսեմ քու սապորետ ինձի քիչ մչուր խմցուր։ Անալսավ. խմե իմ դերս ու շտաբելով սապորը իր ցերկին վրայեն իջեցուց եւ անոր խմցուց։ Երբ անոր խմցնելը ավարտեց, ասավ. ուղդերու տալ ճուր քաշեմ, մինչև որ անոնք խմելը ավարտեն։ Շտաբելով սապորը ճրարպին մեջ բարբեց, թարցիալ հորը վազեց ճուրը քաշելու եւ անոր բոլոր ուղդերուն համար ճուր քաշեց։ Մարդը զարմանալով անոր վրա գլրեր, գիտնալու համար թե արդյոք դերը իր ճամփորդությունը հաջողցուց թե ոչ։ Երբ ուղդերը խմելը ավարտեցին, մարդը գես սիգր գշրող ոսկի օղակը ու անոր ցերկերուն համար 10 սիգր գշրող ոսկի երկու աբարանչան հանեց, անոր դվավ եւ ասավ. Թուն որու աղջիկն ես, գաղերսեմ իմացուր ինձի, քու հորը դունը քեզի համար կիշերելու դեր գա։ Անալ անոր ասավ. ես Մեղկայի որդին Փաթուելի աղջիկն եմ, որ Մեղկա Նակովրի ծնավ։ Նաեւ անոր ասավ. մենք շատ հարթ ու ջարակ ունենք եւ կիշերելու դեղալ։ Մարդը խոնարեցավ ու դիրոջ երգրբակեց եւ ասավ. օրտնյալը լա դերը դիրոջս Աբրահամի Աստվածը, որ իմ դերս չզրգեց իր գարեկցութենեն ու իր ճշմարտութենեն։ Մինչ ես ջամփան էի, դերը զիս դիրոջս եղբայրներուն դունը առաջնորդեց։ Երդասարտուհին վազեց եւ այս բաները իր մոր դունը պատմեց։ Ռեբեկա եղբայր ուներ Լափան անունով։ Լափան դուրս ելավ ու վազեց թեպի աղբյուրը Մարտուն քով։ Երբ տեսավ օղակը եւ իր քրոջ ցերկերուն վրայի աբարանչանները ու լսեց իր քրոջ Ռեբեկայի խոսքերը, որ գսեր, թե այն մարդը այսպես խոսեցավ ինձի, Մարտուն կնաց եւ ահա ան ուղդերունքով աղբյուրի մոտ կայնած էր։ Ու անոր ասավ. Եգուր դիրոջ օրտնյալը ինչու դուրսը գայնած ես,
քանի դունը պատրաստեցի եւ դեղմը ուղդերուն համար։ Ու մարդը դունը եկավ։ Լապան ուղդերը կագեց, հարթ ու ջարակ տվավ ուղդերուն եւ ճուր անոր ոտքերն ու անոր հետ եղող մարդոց ոտքերը լվալու։ Աբա անոր արչեւ գերագուր տրվեցավ, բայց ան ըսավ. «Մինչև որ իմ խոսքս չհաղորդեմ, չեմ ուդեր»։ Լապան ըսավ. «Խոսե»։ Ան ըսավ. «Ես Աբրահամի ծառան եմ։ Դերը հույժ օրտնեց իմ դերս ու մեծ մարդ մի եղավ։ Անոր ոչխարներ եւ արջարներ, արձատ ու ոսկի, ստրուկներ եւ ստրգուհիներ, ուղդեր ու էշեր տվավ։ Եվ դիրոջս գինը Սարա իր ձերության ադեն որդի մը ծնավ դիրոջս, որ անոր տվավ իր ամբողջ ունեցածը։ Իմ դերս ինձի երթումն էլ տվավ ասելով. որդիս գին մի առներ կանանացներուն աղջիկներեն, որոնց երկրի մեջ կփնագիմ, հաբա իմ հորս դունը ու Կերտաստանիս կնա եւ որդիս գին առ։ Ես դիրոջս ասի, թերևս գինը ինձի չհետևի, անալ ինձի ասավ. դերը, որուն արչև գնտանամ, իր ռեշտագը քեզի հետ պիտի ղրգե ու ջամփատ պիտի հաջողցնե եւ որդիս իմ Կերտաստանես ու հորս դունեն գին պիտի առնես։ Իսկ տուն այն ադեն երթումես ամբարդ պիտի լաս, երբ իմ Կերտաստանիս երթաս։ Եթե քեզի մեկը չդան, այն ադեն երթումես ամբարդ պիտի լաս։ Երբ այսօր աղբյուրը հասա ասի. ով դեր իմ դիրոջս Աբրահամի Աստվածը, այժմ եթե այս կացած ջամփաս հաջողցնես, ահա ես ճուրի աղբյուրին քով կգայնիմ, երբ օրյորտը դուրս ելե ճուր քաշելու ու ես անոր ասեմ, գաղերսեմ ինձի քուսապորետ քիչ մը ճուր խմցուր, եւ ան ինձի ասե, թունալ խմե եւ ուղդերուտ համարալ ճուր քաշեմ, անիգա թողլա դիրոջ սահմանած գինը դիրոջս որդիին համար։ Իմ սիրտիս մեջ դակավին խոսիլը չավարտած, ահա Ռեփեկան դուրս ելավ, սապորը իր ուսին վրա աղբյուր իջավ ու ճուր քաշեց։ Երբ ըսի անոր գաղերսեմ ինձի ճուր խմցուր, անալ շտաբելով սապորը իր ուսեն իջեցուց ու ասավ. խմե եւ ուղդերուտ ալ խմցնեմ։ Ոստի ես խմեցի եւ ուղդերուն ալ խմցուց։ Այն ադեն անոր հարցուցի. թուն որուն աղջիկն ես։ Անալ ասավ. Նակովրին մեղկայի ծնած որդին Փաթուելի աղջիկն եմ։ Ես ալ օղագը անոր քիթը տրի եւ աբարանչանները անոր ցերկերուն վրա։ Աբա խոնարեցա, դիրոջ երգրբակեցի ու դերը օրտնապանեցի դիրոջս Աբրահամի Աստվածը, որ զիս ուղիղ ջամփայեն առաջնորդեց դիրոջս եղբոր աղջիկը իր որդին առնելու համար։ Եվ այժմ, եթե դիրոջս հետ գարեկցությամբ ու ճշմարտությամբ պիտի վարվիք, իմացուցեք ինձի, իսկ եթե ոչ, դարձյալ իմացուցեք ինձի, որ ես աջ գոմ կամ ցախ գոմ դառնամ։ Լապան եւ Փաթուել պատասխանեցին. այս բանը դիրոջմեն եկած է, մենք քեզի քեշ կամ լավ չեն կրնար ասել։ Ահա Ռեփեկա քու արջևը թե, առ ու քնա, եւ դիրոջ ըսածին ամացային, քու դիրոջը որդիին գին թողլա։ Երբ Աբրահամի ծառան անոնց խոսքերը լսեց, մինչև կեդին ծրելով երգրբակեց դիրոջ։ Աբա ծառան արձատե իրեր, ոսկի իրեր ու հագուստներ հանեց եւ Ռեփեկայի տվավ։ Անոր եղբորն ու մորնալ թանկակին բարգևներ տվավ։ Եվ ինք ու իրեն հետ եղող մարդիկը գերան, խմեցին ու հոնք իշերեցին։ Երբ արդուն ելան, ինք ասավ. զիս դիրոջս ղրգեցեք։ Երդասարտուհին եղբայրն ու մայրը ասին. երդասարտուհին քանի մը օր քոնե 10 օր թող գնա մերկով հետո երթա։ Բայց ինք անոնց ասավ. զիս մի ուշացնեք, քանի դերը ջամփաս հաջողցուց ուղարկեցեք զիս, որ դիրոջս երթամ։ Անոնք ասին. երդասարտուհին կանչենք եւ անոր փերանը հարցուփորձենք։ Ռեփեկան կանչեցին ու անոր ասին. այս մարդուն հետ գերտաս, անալսավ գերտամ։ Ոստի իրենց քույրը Ռեփեկան ու անոր սնուցիչը նաեւ Աբրահամի ծառան ու անոր մարդիկը ուղարկեցին եւ օրտնեցին Ռեփեկան ու ասին անոր. դու մեր քույրն ես, հազարավոր փյուրերու մայր եղիր եւ քու զարմդ իր ոսոխներուն քաղաքներուն թող դիրանա։ Ռեփեկա ու իր աղախինները գանկնեցան, ուղդերուն վրա հեծան եւ այդ մարդուն հետևեցան։ Ծառան արավ Ռեփեկան ու քնած։ Իսահակ
Լահայրոյի չրհորեն վերադարձած էր, որովհետև ան հարավային երկրի մեջ կփնագեր, եւ Իսահակ իրիկվան թեմ դուրս ելած էր թաշտի մեջ խոգալու համար, երբ իր աչքերը վերցուց ու նայեցավ, ահա ուղդեր գուկային, իսկ երբ Ռեբեկա իր աչքերը վերցուց եւ Իսահակը տեսավ ուղդեն իջավ ու ծարային ասավ, թաշտի մեջ մեզ դիմավորելու եկող այդ մարդը ով է? Ծարան ասավ, իմ դերս է, եւ ինք քող արավ ու ծածկվեցավ։ Ծարան իր բոլոր ըրած բաները պատմեց Իսահակի։ Իսահակ զայն իր մոր Սարայի վրանը դարավ եւ արավ Ռեբեկան, որ իր գին եղավ ու սիրեց զայն, եւ Իսահակ մխիթարվեցավ իր մոր հանդեպ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։